Տղեկ ջան, բարլուց ձեզ, ուրեմն այսօր պատահական ասնում էինք այս Եղվարդի մոտի հրաձգարանի մոտով որոշեցինք մտնենք կրակենք, զենքը մոտս էր, ասես մի քիչ դաշտային պայմաններում հրաձգություն ստացվում, կրակենք 100 մետր, ստեղ դիստանցիան 100 մետր է թույլ տալիս, կրակենք, տենանք ինչ ռեզուլտատ կհավաքենք։ Եկեք ցույց տամ զենքը։ Քամին չգիտեմ ինչքանով է խանգարում, մեզ ինչքանով չի խանգարում, ուրեմն ասեմ։ Զենքը Սաբացի Rover Alaskan 308 կալիբրով է, վրան դրած է Discovery օպտիկա, օպտիկան ասեմ որ համարվում է վատ օպտիկա Discovery-ն, այն որ բան է, ինքը բյուջետնի, շատ բյուջետնի տարբերակ է, մոտավորապես 100,000 դրամանոց օպտիկա է վրան դրած։ Կրակում ենք 100 մետրի վրա, նայենք ինչ կուճա կհավաքենք, նենց որ գրանք մեշենը կպցնելու։ Տղեկ ջան, ուրեմն հասանք այն հատվածին, որտեղ որ պետքա կպցնենք մեր մեշենը, չեկի թուղթ եմ գտեմ ավտոյի մեջից, էս է հիմա պայմանները։ Այստեղ այս երևում է տղեկ եկավ ոնց որ ծեպլիկ եմ իվեր կարես, գրելքեն կպցրած է, այս հատվածում կպցնենք, այս ցենիկներից եմ գտել մեքենայի մեջից, չգիտեմ որտեղից։ Այս էլ կպցնենք վրան, որ հերվից տեսանելի լինի։ Մի խոսքով 100 մետրա դիստանցիան գնացինք կրակելու։ Տղեկ ջան, ուրեմն բարձ ենք գտել մի հատ ավտոյի մեջից, քանի որ ոտեր բան ոչ մի բան չունենք, այսպես բարձի վրա կդնենք զենքը, կրակում ենք Հայաստանի Հանրապետությունում ամենաէժան պատրոնը, Բարնաուլի պատրոններն է, ճիշտ ասած զենքը վիվերկա եմ արած եղել 11-19 գրամանոց պատրոններով, հիմա այսի 91 գրամ է, բայց վերեք եսի դնեմ ստեղ չթրցնի քամին։ Հեսա կրակենք տենանք ինչքան է, պետք է մի քիչ վերև կպնենք, բայց մեր համար այդ չի եկանը, եկան նենա թե ինչ կուշկա կհավաքենք այս վատ բառիս ամենաբուն իմաստով պատրոններով։ Այսօր գնացինք 3 հատ լիսկավորում ենք, այսենց ու 3 հատ կրակոց ենք անում, տենանք սենց համապատրաստից ինչա ստացվում մեր մոտ։ Կրակենք տղեկ ջան, մի քիչ քամի է, բայց փորձենք մաքսիմալ լավ կրակենք, էլի։ Էսա պայմանները այս պահին։ Վերջի կրակոց։ Ահագին վախտա չէինք կրակել ժողովուրդ ջան, մի քիչ տես կարող է հանգարց այս կոմեն լի, բայց գնանք արդյունքները տեսնենք։ Էսա տղեկ ջան, հասնում ենք արդեն ընդեղ որտեղ որ կրակում էինք։ Տեսնենք ինչ արդյունք ենք գրանցել։ Ուրեմն երկու կրակոցը լավ է, երրորդը փախել է, սպասեք կամերան թեքեմ տեսեք։ Ուրեմն սենց է եղել արդյունքը։ Այս առաջի երկու կրակոցն է, այստեղ ասես կոպիտ ասած բութմատը չի տեղավորվում, այդտեղ 1 սանտիմետր դիստանցիա, սանտիմետր ու կես իդեալական է, երրորդ կրակոցը փախել է, այս անկյունի վրա է։ Բայց ոբշի, եթե անկեղծ ես դժգոհ չեմ, կարելի է ևս մեկ անգամ կրակել, բայց ասում, ես դժգոհ չեմ այս կրակոցից, սենց համապատրաստից եկել ենք ու կրակում ենք։ Կրակում ենք ժողովուրդ ջան, քիչ քամի է, բայց ոչինչ, կարծում եմ կարողանանք կրակենք։ Դե ինչ ախպերներ ջան, երկրորդ պարտիան էլ կրակեցինք։ Գնանք տենանք ինչ արդյունք ենք ստացել, ուզում եմ սիրով բոլորիդ տեղեկացնեմ, որ
այս պահին լիցենզիա անելու process-ի մեջ ենք։ Արդեն քաղաքացիական զենքի առևտրով զբաղվելու լիցենզիա կունենանք մոտ մի ամսից, ամիս ու կես տենց մոտավորապես, ու կարողանանք արդեն ձեր ուզած զենքերը ձեզ վաճառենք, որ ինձանից շատ եք ուզում թե որսորդական որսով զբաղվելու համար զենքեր, թե հրաձգարաններում կրակելու համար տենց նարեզներ եւ այլն, այն որ ամեն ինչ հարցնում եք վերջնի, շատ շուտով ունենալու ենք ժողովուրդ ջան։ Ասեմ, այս իմ Սաբաթին ինքը տես բյուջետնի մոդել է, շատ թանկանոց մոդել չի, նենց որ խիստ չդատեք իրան։ Եկանք հիմա տեսնենք ինչա ստացվել մեր երկրորդ պարտիան, հեսա ձեզ ցույց տամ։ Տղեկ ջան, էսի մեր երկրորդ կրակոցներն է։ Էս 1, էս 2, էս 3։ Էլի էս առաջին երկուսի մեջ մոտավորապես տենց 1.5-2 սանտիմետր դիստանցիան, այս տարածությունը արդեն մոտավորապես 3-3.5։ Սենց ասեմ, ինքը համարվում է միջին տվյալ այս կուժան ու այս պատրոնի համար вообще որ ուզում եք իմանաք, այն որ լավ է։ Սրանից ավել են որ պետք է չի սպասել այս պատրոնից, էսա կարում կրակի այս պատրոնը։ Ու բնականաբար ես էլ նենց չի մի հատ հրաշք ստրելոկ եմ։ Ամենայն դեպս սենց բան է ժողովուրդ ջան, մեկնաբանություններում գրեք ով ինչ ռեզուլտատներ ունի, ով ինչ կարծիք ունի այս ամեն ինչի մասին, շփվենք։ Մի հատ էլ հետաքրքիր բան, փաստ, ուրեմն այն որ հիմա այս թուղթը կպցրել էի, որ այն նախորդ կրակոցները չերևա, երբ որ այս թուղթը հիմա հանում ենք, տակ երևում է, որ այս մի գնդակը երկուսը, որ մի ծակով անց է կոնկրետ, տակը երկու ծակ է, այն որ վիդեոյի առաջի մասում նայեք, նույն տեղով անց է փաստորեն, ընդ էլ տենց հետաքրքիր նյուանս։ Աղբերներ ջան, բաժանորդագրվեք, սեղմեք լայք, նոր սենց թույն վիդեոներ ստանալու համար, գնացինք, մինչ հանդիպում։